Եկամուտների հայտարարագրման համակարգի պարզեցման օրինագիծը ազգային ժողովն ընդունեց նախորդ շաբաթ։ Հայտարարագրման համակարգ մուտք գործելն ու այն լրացնելը պարտադիրից դարձավ կամավոր, բայց եթե ուզում եք սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ, համակարգ մուտք գործելը եւ հայտարարագրի տվյալները հաստատելը պարտադիր է։ Ավանդներից ստացվող եկամուտների դեպքում կարող եք մուտք գործել հայտարարագրման համակարգ եւ համաձայնություն տալ, որպեսզի հարկային մարմինը ձեր փոխարեն բանկերից ավտոմատ կերպով ստանա տեղեկատվությունը։ Եթե քաղաքացին համաձայն չէ, ապա պետք է ինքնուրույն լրացնի։ Նոր կարգավորմամբ նաև հստակ սահմանվում է, որ ընտանիքի անդամների, ծնողների եւ երեխաների, ամուսինների, եղբայրների եւ քույրերի միջև դրամական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն։ Ֆիզիկական անձանց կողմից ստացվող վարկերն ու փոխհարությունները նույնպես չեն ներառվի հայտարարագրման պարտադիր դաշտերի մեջ։ Հայտարարագիր չլրացնելու համար տույժ ու տուգանքներ չի լինի, իսկ եթե թաքցրած եկամուտ ունենաք, հարկային մարմնից դեռևս միայն նախազգուշացում կստանաք եւ հնարավորություն կտրվի ճշգրտել հայտարարագիրը։ 186,152 քաղաքացի արդեն հայտարարագրել է 2024 թվականի իր եկամուտները։ Նրանցից 56,023-ը սոցիալական ծախսերի փոխհատուցում է ստացել 4 միլիարդ 653 միլիոն դրամի չափով։